Հարգելի հեռուստադիտողներ, ERT-ի տաղավարում այժմ վերլուծությունների ժամանակն է եւ այստեղ է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Անդրադառնանք միջազգային թեմային, որն այսօր ինտրիգների առիթ է տվել երեկվանից, այսինքն Թրամփը հայտարարեց, որ բանակցում են Իրանի հետ, Իրանից որոշ պաշտոնյաներ, այդ թվում նաև նախագահ Փեզեշքյանը պնդում են, որ բանակցություններ չկան, այդպիսի բան չկա, որ Միացյալ Նահանգները վախեցավ, որ մենք կհարված ենք հարևաններին, դրա համար այսպիսի հայտարարություններ են անում, բայց փաստ է, որ այսօր Պակիստանի վարչապետը հայտարարեց, որ իրենք համաձայն են ընդունել իրանական եւ ամերիկյան կողմերին ուղղակի բանակցությունների, ընդ որում ասաց, որ նաև այդ մասին խոսել է նախագահ Փեզեշքյանի հետ։ Հիմա չգիտես, որին հավատաս, որին չհավատաս, ինչ է կատարվում, քաոս է մի տեսակ։ Շատ քաոս է։ Տեսեք, ուրեմն այնքան տարբեր է, մի մասը ասում է Իրանը մնացել է իր դիրքում, այնպիսի դիրքորոշում է ընդունել, որը վերջնագիր է ներկայացրել, զգացել է իր ստրատեգիական առավելությունը, բազմաթիվ, այսպես ասում է, կամ պատվերով, կամ ազդեցության գործակալ, հատկապես այսպես ասում է, որոշ հայերը սիրում են, չէ, որոշ այդ ռուս բլոգերներին, ասենք, ինչ որ շարլատաններ կան, ասենք, որոնք արդից օգտվում են տենց եւ այլն։ Մի մասը ասում է Իրանը հանձնվեց, Թրամփը հաղթեց, Իրանը զիջումների է գնում։ Մի մասը ասում է Թրամփը գցեց Նեթանյահուին, Նեթանյահուն, չգիտեմ, քուն չունի եւ այլ այսպես շարունակ, խապված է իրեն զգում եւ այլն։ Ընդ որում Նեթանյահուն ասաց, որ ինքը խոսել է նախագահ Թրամփի հետ եւ շատ բարձ հասկացրեց, որ Իսրայելը Իրանը հանելու է։ Շատ բարձ, որ անկախ ամեն ինչից Իսրայելը գիտի իր նպատակները, Իսրայելը իր գործունեությունը շարունակելու է, այսինքն այնպես չի, որ Իսրայելը իր շահերի դեմ է գնալու, ոչ, բացարձակ։ Եվ մի կողմից Թրամփը, որ մենք պատերազմը հաղթել ենք, իրանք ոչ մի բան չունեն, իրանք համաձայնել են ամեն ինչի կարծես, ասենց այսպեսի ինչ որ տպավորություն է, մենք արդեն ռեժիմի փոփոխություն ունենք Իրանում, այսօր էլ ասեց, որ մեկը ֆրանսիա ամենապես Թրամփի ոչ ուղղակի հետո պատտվեց ասես փոխվում է, չէ, ռեժիմը փոխեցինք, չէ, ասենց կարելի է դա համարել ռեժիմի փոփոխություն թե չէ, իհարկե, այսպես բան։ Այս բոլոր հարցերը պատասխանների պատասխանա պահանջում, որովհետև այս բոլոր հարցերը շատ կարևոր են։ Հիմա սկսենք նրանից։ Բայց ասել էր, որ նվեր ունենք Իրանից, չէ՞։ Այո, այսօր հայտարարեց, որ Իրանից նվեր ունի։ Հիմա, բայց այս ամեն ինչում պետք է փորձել, օրինակ, մենք պետք է մի բան հասկանանք, չենք կարող վերցնել մեկի ասածը ու ընդունել։ Մենք պետք է ըստ տրամաբանության գնանք հետևյալը։ Մեկի ասածից մի բան վերցնենք, մյուսի ասածից երկրորդ բանը վերցնենք, երրորդ ոչ թե բան, այլ տրամաբանորեն ըստ գոյություն ունեցող զարգացումների, ըստ մարտադաշտում տեղի ունեցած վիճակի, ըստ ասենք տարբեր երկրների խոսույթների, այստեղ շատ կարևոր է հասկանալ օրինակ կողքի երկրների խոսույթը, Իսրայել, Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, նրանց հայտարարությունները, չգիտեմ, Պակիստան, մնացած ովքեր խառնված են այս գործընթացում, տեսեք, թուրքերի ծպտոնը դուրս չի գալի, բայց ասում են, որ թուրքերը տակից Պակիստանի հետ աշխատում են, որպեսզի արագ վերջացնեն այս ամեն ինչը, բայց պրոբլեմը այն է, որ եթե Թրամփին հաջողվի պայմանավորվել այս իշխանության հետ, այստեղ խնդիր առաջանում Թուրքիայի հետ, որտեղ եթե Հորմուզի նեղուցը վերահսկի ԱՄՆ-ն, ինչը Թրամփը ասում է մենք այսօր հարցրեցին, ասեցին կարող է այդ Հորմուզի նեղուցը մենք վերահսկենք, դուք վերահսկեք, ասեց մենք կարող ենք վերահսկել այլ ինչ ուզում ենք, հետո թեման շեղեց, ասեց մենք նրանք չեն կարող ունենալ որոշ բաներ, որոշակի բաներ չեն կարող ունենալ, խոսքը միջուկային զենքի այսպես ասենք։ Հիմա տեսեք, նախ սկսենք նրանից, որ ռազմական գործողությունների արդյունքներով ինչ վիճակ ունենք, որպեսզի հետո կարողանանք հասկանալ, որքանով է Իրանը պատրաստ գնալ գործարքի։ Ռազմական գործողությունների արդյունքով իրականությունը հետևյալն է։ Իրանը, այսինքն ես հետևում եի երկար ժամանակ իսրայելական խոսույթին էլ, հարցը հետևյալն է, Իսրայելը սպասում էր շատ ավելի վատ պատասխան Իրանից, Իսրայելը նախապատրաստվել է շատ ավելի վատ պատասխանի Իրանի կողմից։ Ավելին ձեզ ասեմ, պատերազմը սկսվել է փետրվարի 28-ին, չէ՞, եթե չեմ սխալվում։ Արդեն լրանում է հեսա 1 ամիսը, 3-4 օրից։ Եվ եկեք հասկանանք, որ Իրանը ավելի քիչ հարված է հասցրել Իսրայելին, քան 12 օրյա պատերազմի ընթացքում։ Սա մենք չենք կարող հերքել։ Եվ իսրայելցիները ասում են, մենք անգամ մեր սպասումներից շատ ավելի քիչ է, մենք ավելի ենք պատրաստվել, բայց ավելի քիչ է, մենք հասկանում ենք, որ մեր մոտ պետք է լինեն շատ ավելի մեծ ավերածություններ, որին պատրաստ էինք հոգեպես էլ եւ այլ այսպես շնորհք, բայց ասում է գինը
արժեր դրան այդ տալ այդ գինը, որովհետև մենք վերջ ասում ենք իր։ Բացի դրանից իսրայելցիք ասում էին, մենք մեր նպատակին հասել ենք արդեն, կարելի ասել, որովհետև որն է Իսրայելի տակտիկան։ 1950-ականներից սկսած Իսրայելը առաջին պատերազմից հետո, երբ որ եղավ ուրեմն Իսրայելի եւ հարևան երկրների միջև, իրանք որդեգրել են հետեւյալ ռազմավարությունը։ Երբ որ տեսնում են, որ հարևանները վտանգ են ներկայացնում, հարևանները Իսրայելի դեմ կոնսոլիդացիա են փորձում ապահովել։ Դա եղավ նաև սա, իդեպ ասեմ ձեզ, Սադամի պարագայում էլ այդպես եղավ, Սադամը դառնում էր վտանգավոր արդեն, եւ իրականում այնպես չի, որ իսրայելցիները այդքան որ քննադատում են, հիմա էլ չէ, օրինակ Թաքեր Կարլսոնը մեղադրում է Բուշին, որ այն ժամանակ էլ ինքը Նեթանյահուի պահանջով գնաց Իրանի հետևից եւ այսպես Իրաքի հետևից այսպես շարունակա։ Բայց եկեք մի պարզ բան հասկանանք։ Հետևյալ տակտիկան է, մենք եթե մեր ու այդպես էլ եղել է ասում, մենք ոնց ենք հաղթել պատերազմները։ Մենք չենք թողել, որ մեր թշնամիները բավականաչափ ուժեղանան, որպեսզի կարողանան մեզ հաղթեն։ Այսինքն, եթե մենք զգացել ենք, որ մեր թշնամիները բավականաչափ ուժեղանում են, մենք թուլացնում ենք իրենց հարվածներ, տալիս ենք իրենց ժամանակ մինչև վերականգնվեն, իրանք վերականգնվեն, ասենք 5 տարի, 10 տարի, հենց արդեն տեսնում են, որ վերականգնվել են եւ փորձում են նորից ագրեսիա գործադրել, հա, ոնց որ Հեզբալլահին ակտիվացրեցին, Համասին ակտիվացրեցին, նորից հարվածում են։ Չէ՞ որ մենք մոռանում ենք, օրինակ 2005 թվականին, ասենք, եթե չէ, 5 թվականին կարող պլյուս մինուս 2 տարի խառնեմ։ Ուրեմն Իսրայելը թույլ տվեց, որ Համասը վերցնի Գազան, չէ՞։ Եվ ասեց, դե եթե ընտրել եք, շատ լավ, ձեր ընտրությունն է, ուրեմն դիվեր։ Հետո աստիճանաբար Հեզբալլահն էր ակտիվանում, հիշում եք այն ժամանակ, եղավ պատերազմ անընդհատ այդ լարվածություն։ Իսրայելը հասկացավ, որ տերորիստական Իրանը եւ տերորիստական պրոքսիները շատ վտանգավոր են դառնում։ Դրա համար նորից հարվածներ, սա եղել է Լիբանանի դեմ հարվածներ։ Այո, եւ սա պարբերաբար է եղել։ Այսինքն սա լիովին տեղավորվում է իսրայելական տրամաբանության մեջ։ Պարբերաբար սա եղել է։ Այսինքն ինչ արեցին հիմա Իսրանի իրոք եկեք խոստովանենք, դուք հասկանում եք ցանկացած ռազմական գործչի համար դա նոնսենս է, որ այսինքն դա նշանակում է անօգնական վիճակ։ Եվ այսօր Թրամփը այդ մասին ասեց, տեսեք, ասում է իրենց ամենամեծ, ասում է, այսպես էներգահամակարգը, ասում է արինից վերցրու։ Մոտավորապես այսպես մի բան ասում, բաց է ամեն ինչ։ Օդը բաց է։ Այսինքն տեսեք, իրենք կարող են պարբերաբար, օրինակ իրենք կարող են բազաները պահեն հիմա, որպեսզի շատերը չեն հասկանում ինչ է կատարվում։ Եվ պարբերաբար գնան խփեն, այտենց ասենք, ընդհանրենք ամսվա մեջ մի 15 անգամ գնան, էլ ինչ որ բան ոչնչացնեն գան։ Եթե քո օդը բաց է, դա կատաստրոֆա է։ Դա նշանակում է դու պաշտպանված չես, եւ սա կարևոր հանգամանք է։ Եվ ռմբակոծիչների թիվն են ավելացնում այսօր նորից կադրել է։ Այսինքն, սա հատուկ նրանց համար, ովքեր ինչ որ հույսեր են տածում, որ Իսրայելը պարտվում է պատերազմում կամ ԱՄՆ-ն պարտվում է կամ Իրանը ինչ որ հաղթանակ է տանում։ Սա աբսուրդ է։ Իրանի շանտաժը կապված է միայն տնտեսական հարցի հետ, Հորմուզի նեղուցի հետ կապված, որը իրոք լուրջ խնդիր է առաջացնում։ Միացյալ Նահանգներում միայն նախընտրական մակարդակում, որովհետև ԱՄՆ-ն նավթ ունի, գազ ունի եւ բյուջեն շահում է դրանից, որտեղ ահռելի գումարներ են գալի Ամերիկայի բյուջեը նավթի գազի թանկացումից։ Ընդ որում Հորմուզի նեղուցից Միացյալ Նահանգները շատ քիչ է օգտվում, հա, գրեթե չի օգտվում։ Չինաստանի համար ենք պատերազմում հիմա։ Այո, ահա, եկանք ոչ թե Չինաստանի համար, այլ Չինաստանին կոնտրոլի տակ պահելու, որտեղ եթե Թրամփի նպատակները, Թրամփի խաղը շատ ավելի մեծ է, շատ ավելի իմպերիալիստական է, ի տարբերություն Իսրայելի խաղի։ Իսրայելը իր նպատակներ ունի, Թրամփը շատ ավելի մեծ ու գլոբալ նպատակներ ունի։ Այո, Իսրայելը վերջնական հաղթանակի համար Նեթանյահուն էլ դա բազմիցս ասել չի թաքցել, նա ասել է մենք չենք դնում նպատակ ռեժիմը փոխելու։ Մեր միշտ, ասեք, ստրատեգիան եղել է թուլացնել թշնամուն։ Դա մենք արել ենք։ Կլինի ռեժիմի փոփոխություն։ Այո, մենք սյուրպրիզներ ունենք ասելա, հասկացրել է, որ ենք աշխատում են գետնի վրա։ Կստացվի ռեժիմը փոխել, կստացվի, չի ստացվի, շատ լավ կվերադառնանք, հասկացաք ինչ ասում։ Այսինքն, այստեղ ամեն ինչ պարզ է։ Եվ այո, եթե մենք վերցնենք, Նեթանյահուն չէր ուզենա, որպեսզի Թրամփը գործարք կնքեր Իրանի այս իշխանության հետ։ Առաջին մասը ավարտելով, այստեղ շատ կարևոր մի բան եմ ասելու, որովհետև Նեթանյահուն ասում է, եթե այս իշխանությունը մնաց, որևէ մեկը առաջի տարիներին դերասանություն կարող է անի, պատժամիջոցներից խուսափի, ցույց տա, որ Թրամփի հետ խաղ անում, Ամերիկայի հետ խաղ անում, բայց Թրամփը մշտական չի, լավ կարող է Թրամփի ժամանակ օրինակ իրան զուսպ պահի, բայց հետո այդ ազգայնականությունը, այն ուժերը, որոնք մնալու են, այդ դահիճները, որոնք մնալու են, կարող են մեծ հավանականությամբ վերականգնել այդ ռեժիմը, վերականգնել ռեպրեսիաները եւ շատ արագ այդ գումարի հոսքի դեպքում պոտենցիալը մեծացնել եւ դորից դառնալ վտանգ մեզ համար։ Այսինքն իսրայելական ստրատեգիայի մեջ, այսպես իրանց համար ավելի լավ է, եթե ռեժիմ չի փոխվել, Իրանը մնա պատժամիջոցների տակ, ոչ թե գնա գործարքի եւ
սկսի եկամուտներ ստանալ եւ տակից սկսի կարողություններ ձեռք բերել ու նորից վերազինվել, հա։ Այսինքն սրան պետքա լրջորեն հետևել։ Սա մտահոգություն է։ Գնանք ով ազդային դադարի։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 սենտ։ Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արքղի համար, 2 արքղել անվճար։ Հա, իսկ դրամական փոխանցումները 1%-ով։ Կասեք, Աշոտ դա ուղարկել։ Սեյֆը այսօր էլի լցնելու, խոշորա լինելու։ Բոլոր մուտքերն ու ելքերը ինձնով են անցնում, բայց պիտի զգուշ լինեք, մաքուր աշխատեք, հետք չմնա։ Նույն սկզբունքով էլ պատն եք քանդելու։ Ցանկացեք աղբորս այդ ֆելոնը, սպորտսմենը։ Դու մեդալով հետարի, ես էլ քեզ համար նոր բոթաս կառնեմ։ 4 մետր երկարությամբ թռիչք պետք է աներ։ Հարցը ոնց են այնտեղ հայտնվել։ Սաղանեմ ծամեն բնեմ բերանները, որ վերջում կծենանա։ Պատը քանդելու համար մեզ 3.5 ժամ է պետք։ Ոչ առաջին պատն է, ոչ էլ վերջին։ Բա պատալուկը։ Մեկ մի բանի վրա։ Ջուրը 2 շշի տեղը 4 շիշ կվերկանա։ Ռիսկը շատ է կոլ, բավար բռնվենք։ Չենք բռնվի մի կռա։ Հետո ինչ-որ կերպ 34 սանտիմետր անցքով ներս ամտել ու 32 կիլոգրամ փող տարել։ Կամ գիժա, կամ էլ Чиновник. Преступники пробили потолок в хранилище Госбанка. Они ушли незамеченными и захватили с собой мешки с рублями. Սանոնիչը սիրո համար ենք։ Արիթի էիք, հա տղեր ջան։ Ովքեր չեն հասկանում, ամեն կասիրի մանրամասն բացատրեք, որ սերիան նորաշրջանառում է։ Կորիչը ոչ մեկի մոտ չկա։ Մենակ նրանց մոտ։ Действуйте вне протокола, что в кратчайшие сроки у меня были их имена. Եթե կարողանում ես հանգիստ քնել, ուրեմն խիղճդ քեզ հետ է, ոչ թե քոթ։ Իսկ եթե մի օր սխալվեմ, Սխալից վախենալ պետք չի։ Суд խոսելուց պետք է վախենաս։ Это самое крупное ограбление в Советском Союзе։ Ֆիլմի ցուցադրությունը AGBU դահլիճում։ Տոմսերը ամրագրելու համար այցելեք armticket.com գայք։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Մեր տաղավարում շարունակում են վերլուծությունները, Արմենը շարունակում է դեռ տեղեկատվություն քաղել, բոլորիս համար հարգել հեռուստադիտողներ, որպեսզի վերլուծությունները ավելի հստակ լինեն։ Իսկ ես նախ ուզում եմ հիշեցնել, որ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ էլ այսօր էլ հավաստիացնում էր, որ այն մարդու հետ, ում հետ իրենք բանակցում են, հենց այդ մարդը ասել է, որ իրենք չեն ձգտի միջուկային զենք ունենալ, իրենք արդեն գոյություն ունեցող հարստացված ուրանը կփոխանցեն Միացյալ Նահանգներին։ Տեսեք, մի քիչ առաջ այսօր ելույթ ունեցավ Թրամփը եւ տեսեք, մենք Իսրայելի մասով ներկայացրեցինք, ճիշտ է։ Այո։ Կարծում եմ պարզ եմ ներկայացրել ինչ է Իսրայելի նպատակը, իրենք շատ տարբեր պլաններ ունեն, օրինակ մինիմում պլան, միջին պլան, բարձր պլան, մինիմում պլանը կատարված է, այսպես։ Իրանը չի կարող, դա ծիծաղելի է, երբ որ համաձայն եք, որ ասում են Իրանը հաղթում է կամ ինչ-որ մի բան։ Ես հաստատ չէ, որտեղ Ինչի՞ չէ։ Դա տրամաբանությունը միայն այդ մասին է ասում։ Հա, չէ, ինձ թվաց համաձայն չեք իմ հետ։ Նո, համաձայն եմ։ Հա, այդ ուրիշ։ Հասկացա։ Ուրեմն դա այդպես, հիմա երկրորդը Թրամփի նպատակը շատ տարբեր է։ Նա էլ իր նպատակները ուներ, մինիմումը իրականացվել է, որտեղ մինիմում նպատակը համընկնում է Իսրայելի նպատակի հետ, միջուկային զենքի մասով եւ այլն։ Այսօր հետաքրքիր հարց ու պատասխան եղավ։ Թրամփին հարցրեցին, իսկ ինչ է կատարվում Իսրայելի մասով, Իրանի մասով, արդյոք պատրաստ են իրենք տալ հարստացած ուրանը, ինքը շրջանցեց, ասեց չէ, բայց իրանք մեզ նվեր են ուղարկել։ Եվ այդ նվերը երեք ուղարկել են, այսօր հասել է։ Պատկերացնու եք։ Եվ շատ թանկարժեք նվեր է։
չէ, կներեք, նվերի մասին ասեց, հետո լրագրողացի կարող է այդ նվերը հարստացված ուրանն 440 կիլոգրամ, հիշեցի։ Ասեց ոչ, ասեց, բա ինչի հետ է կապված, ասեց, եթե ուրանի հետ չի կապված, ասեց, գազի եւ նավթի հետ է կապված։ Մի պահ տպավորություն ստեղծեց, որ էլի ինչ որ Վենեսուելայի պես բան են, մի երկու տանկեր նվեր են ուղարկել։ Հետո ասեց, այո, հետո ասեց Հորմուզի նեղուցի հետ է կապված, գազի եւ նավթի հետ է կապված, ընթացքի հետ է կապված, ինչ նվերը ասեց, չեմ ասի, հիմա հասկան, դա լուրջ հարց է։ Այդտեղ իրեն հարցրեցին, կարող է Հորմուզի նեղուցի վերահսկողությունն են ձեզ տվել եւ այլն, ինքը պատասխանեց էլի խուսափողական, ասեց մենք ինչ որ պետքա կվերցնենք, կվերահսկենք եւ այսպես շարունակ, հա։ Հիմա տեսեք, խնդիրը հետեւյալ, հա, գումարած, տեսեք ինչա կա։ Այսինքն սա մենք ունենք ինչ նվերի մասին է խոսքը, ինչ էր ասում։ Բանակցությունները միանշանակ տեղի են ունենում իմ համոզմամբ, դա իմ կարծիքն է։ 5 օրվա ընթացքում ասեցին։ Բանակցությունները վերջին ուղղակի հանդիպում տեղեկ ունենան։ Այո, վերջին տեղեկությունները վարում է Ղալիբաֆը, խորհրդանի ղեկավարը։ Ինչու Ղալիբաֆը, որովհետև Ղալիբաֆը համարվում է պրագմատից ոչ կրոնամոլ քաղաքական գործիչ։ Նա եղել է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ։ Անգամ ասում են հետաքրքիր ելույթներ ունեցել Դավոսում, որտեղ արտահայտել է, որ Իրանին որևէ կերպ պետք չի։ Բայց հիմա ինքը ամենամեծ բողոքողն է այս օրերին, ամենաբարձր գոռացողը, որ իսկ մամուլը եւ մնացածը ասում են, որ ոչ։ Ղալիբաֆը իսլամական հեղափոխական պահապանների կորպուսի գեներալն է եղել Իրանը Իրաքյա կոբանի ժամանակ։ Մարդը, որը իրոք կարող է վերցնել իշխանությունը, մարդ, որ հետեւը կանգնացել է թե ոչ ամբողջ ԻՀՊԿ-ն այդ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Գիտեք, դեռ չի կարող կարճ անունը օրինային ասենք, լրիվ վատ են տերորիստները։ Կարճ էլի։ Հեղափոխականների կորպուս ասենք։ Վերջը։ Հիմա իսկ ախր որ ասում ես հեղափոխականների կորպուս իսլամիստը բաց է թվում կարևոր պահ է, շատ կարևոր պահ։ Հիմա ինչա տեղի ունենում, որտեղ դա ավելի դրական իմաստ է, չէ՞ ստանում հեղափոխականների կորպուսը, թվում է բայց ծայրահեղ իսլամիստների նայած թե ինչ հեղափոխության, այդ կարևոր է։ Հիմա Ղալիբաֆի պարագան շատ հետաքրքիր է։ Պարզվում է Դավոսում ինչ որ ելույթներ ա ունեցել, ինչ որ որոշ էլի տխուր երևույթներ խոսում են, ասում են, ինքը ուներ ֆաթվա, որը դրել էր եւ իրանց բանը չի ներում իրանց ունենալ միջուկային զենք կրոնական սկզբունքները Խամենեին թույլ չէր տվել։ Դա լուրջ եք ասում։ Իսլամի պես իսլամական այսպես է լավ, չալմեքի պես խափեփա իշխանություն կա այս աշխարհում։ Ստե մի բան են ասում, ընդ մի բան, բոլորը դա գիտեն, բոլորը ասում են 2000-ից ավել հրթիռ չունենք։ Տեսեք որ սպարզեց ոնց ունեն 4000։ Երթվում էին, Արաքչին մտավից ասես մենք մեզ սահմանափակել ենք 2000-ով։ Պապայի, մամայի արև էր երթվում։ Չգիտեմ դե կա թե չէ, բայց մոտարապես այդ տարբերակում։ Բա ո՞նց ստացեց որ 4000 ունեն։ Եվ իվիճալոց իրենք մի հատ սխալ թույլ տվեցին։ Խփեցին Դիեգո Գարսիային, չհասավ տեղ, մեկը խփեց նավից, մյուսը ծովի մեջ ընկավ, եւ իրանք դրանով Տրամպի եւ Նեթանյահուի դիրքորոշումը հաստատեցին, որ ասին Եվրոպային վտանգ է սպառնում, որտեղ այդ հրթիռը հասնում էր եվրոպական մայրաքաղաքներին։ Եվ իրենք իսկ ապացուցեցին, որ իրանք ստախոս են, եւ իրենք իսկ ապացուցեցին, որ իրենք ունեն հրթիռներ, որոնք հենց բային սպառնում են Եվրոպային։ Ավելին ասեմ ձեզ, ստացվում է, որ այդ հրթիռները վրա կարելի է միջուկային զենք դնել, այդ որ հիմա 400, այսօր որ Եվրասիան Շտայնմայերն է խոսում են, որ գնում են Մերկելի հետ սկսում են Պուտինի հետ պայմանավորվել, եւ արտգործ նախարարները։ Տարօրինակ հայտարարություններ, ոնց ասես լավ, հետո էլ մարդիկ ասում են, բա ինչի՞ էս պահով Թրամփին բանանում, սա ես ասում չէ կարելի հարձակվել Իրանի վրա։ Ասենք ոչ մեկ Թրամփին չի սատարում, նորից եմ ուզում կրկնեմ։ Ժողովուրդ, ես վերլուծաբան եմ, իմ նպատակը չի մեկին սատարել։ Դուք գիտեք ինչն է, էլի իմ հետևորդներին կամ մեր դիտորդներին ուզում եմ բացատրեմ։ Դուք այդ անձապաշտությունից դուրս եկեք։ Մարդիկ չեն լավը, գործերն են լավը։ Լավ Հովհաննես Թումանյան չեք կարդացել, Հովհաննես Թումանյանը չէր ասում գործերի մասին։ Գործնայանմա։ Այո, լավ իմացեք։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ։ Երբ որ մի բան արվում է, ասենք հիմա փաստը այնա, որ ասում էին, որ վտանգ կա, չէ, հարստացված ուրան ունեն, չէ, ռեալ ունեն։ 4000 կիլոմետր հրթիռ ունեն, չէ։ Ուզում եք ասեք այդ միացումը արդեն կեղտոտ պայմանականորեն կեղտոտ են ասում, որ կարան հանգիստ սարքեն չի սպառնում։ Դե ինչ են իրականում եվրոպացիք տակից ուրախանում են եւ ուզում են որ Տրամպը հաջողի, որտեղ դա իրենց համար վտանգ է։ Վրից խաղում են լիբերալ դեմոկրատ միջազգային իրավունք, որ արդեն շուտվանից պատերազմը կավարտին նոր կգանք Հերմուզին օղու։ Այ հիմա գլխավոր ինտրիգա ասեմ օրվա Տրամպը ասեց որ բայց այդ չի նշանակում որ մենք պայմանավորվել ենք։
չի նշանակում, որ արդեն կարող է բրծնի պատերազմը։ Բանակցությունները գնում են, նորից սպառնաց, որ այդ օրակարգի մեջ կա հարվածը, նշանակում է իրականում չեմ, այս էի ասում, որ ոչ մեկին պետք չի հավատալ, պետք է փաստի։ Նշանակում է, որ դեռ չեն պայմանավորվել, հասկանանք ինչ նվեր է, հուսով եմ, եւ վաղը նաեւ խոսենք, որտեվ ես մոռացա ասեմ, որտեվ որոշակի զորքեր են գալիս տարածաշրջան, ընդ որում երկարատև կտրվածքով, այսինքն այնպես չի որ վաղը հասնելու են, իսկ դա ինչ-որ բան նշանակում։ Եվ այս ամենի մասին արդեն վաղը հարգել է հեռուստադիտողներ, իսկ մեր ծրագիրն այսօր էլ ավարտվեց, ցտեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։